Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է, ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմություն է կերտել։ Մեր ընտանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հաղթելով բավականին ուժեղ մրցակիցների դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Առհասարակ Հայաստանն առաջին անգամ է ներկայացուցիչ ունենալու խաղային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, իսկ մեր երկիրը ներկայացնելու են հենց այս տղաները։ Զրուցակիցս ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն է։ Պարոն Նազարեթյան, թեև ձեր համար կարող է զարմանալի թվա, բայց ես ձեր աշխատանքին շատ վաղուց եմ հետևում, դեռ 2000-ականների սկզբից։ Այն ժամանակ դուք պեղում էիք, փորձում էիք հասկանալ խնդիրները, փորձում էիք նոր ֆուտբոլիստներ գտնել։ Ինչպես ստացվեց այդ աշխատանքը։ Ինչպես կարողացաք անցնել այդ փուլը, որ հասաք այս արդյունքին։ 2002 թվականից արդեն հավաքականի գլխավոր մարզիչն էի։ Շատ ծանր տարիներ էին այն առումով, որ առաջություն կարելի ասել չունեինք, ֆուտբոլիստների քանակները շատ քիչ էր, բայց տենց մի կերպ պահելով, հասցնելով մենք վստահ էի, որ մի օր գալու է այսօրը։ Դրա համար ամեն ինչ դրել եմ, այս ամեն ինչը բերելու եւ այստեղ հասցնելու, փառք Աստծո 19 թվականից արդեն սկսվեց նաեւ ուշադրություն դարձնել ֆուտզալին, ֆեդերացիայի նոր ղեկավարների կողմից։ Եվ մենք այս աշխատանքը միասին ֆեդերացիայի հետ բերեցինք, հասցրինք իր վերջնակետին։ Այն ժամանակ նաև մարզադահլիճներ չկային։ Այն ժամանակ մարզադահլիճներ չկային, իրոք ընդհանրապես կարելի ասել չկար։ Հիմա էլ եղածը շատ քիչ է, հիմա գիտեք ֆուտզալի նկատմամբ հետաքրքրությունը ավելացել է, երեխաների շոր հոսք կա, բայց մենք այդ չափի մարզադահլիճներ չունենք, որպեսզի կարողանանք Բայց դա արդեն պետության հետ, կառավարության հետ նաև աշխատանքի շնորհիվ այդ հարցն ենք ուզում լուծենք, որպեսզի ունենանք մեր առաջի դպրոցը եւ հետագայում նաև մարզերում ունենանք դահլիճներ, որպեսզի ֆուտզալ մարզաձևը ել ավելի բարելավի, ել ավելի մեծ մարդիկ ընդգրկվեն այդ բանի մեջ եւ ամենակարևորը արդեն մեր դպրոցը կունենանք, որտեղից նաև կունենանք հավաքականի տեխնիկներ։ Պարոն Նազարեթյան, Նախորդ տարի Հայաստանի հավաքականը պատմություն կերտեց։ Երբ արդեն հասկացաք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում ենք, որն էր առաջին բանը, որ մտածեցիք։ Մենք երևի կարելի ասել Ղազախստանի հետ դրսի խաղում 4-4-ից հետո հասկացանք, որ արդեն ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եվ այդ օրվանից նաև թիմը հասկացավ, որ կարող ենք հաղթել եւ մտնել Եվրոպայի առաջնություն։ Եվ վերջում Ղազախստանի խաղը ինձ թվում է այդ ամեն ինչի պատասխանը տվեց եւ մենք այդ խաղով արդեն ավարտեցինք մեր դժվար մրցափուլը եւ հայտնվեցինք Եվրոպայի առաջնությունում։ Եղել է ելի դեպք, որ մեր հավաքականը եզրափակիչին շատ մոտ է եղել եզրափակիչ փուլին։ Այն ժամանակ ինչը խանգարեց։ Եթե չեմ սխալվում, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու։ Հա, այն ժամանակ խանգարեց մեզ այդ Պորտուգալիայի եւ մյուս ֆեդերացիաների բողոքները, ովքեր բողոքում էին մեր հավաքականի դեմ, բրազիլիացիների դեմ, մեզ դա խանգարեց, թե չէ այն ժամանակ էլ մենք այդ հարցը կարող էինք լուծել ու լավ հավաքական ունեինք, բայց մենք էլի կոպիտ ասած վերակազմավորվեցինք եւ Եվրոպայի առաջնությանը արդեն մեր երազանքը կատարեցինք։ Ինչպիսին էր այս ընտրական փուլը, որն էր շրջադարձային պահը։ Շրջադարձային պահը եղավ Ղազախստանի հետ այնտեղի ոչ ոքին 4-4-ը, այդտեղից հետո բոլորը թե մարզչական շտաբը, թե ֆուտբոլիստները հասկացան, որ մենք կարող ենք դա։ Իսկ որն է այս հավաքականի գլխավոր զենքը։ Այս հավաքականի գլխավոր զենքը թիմն է, ընտանիքը, որ մարդիկ իրար նայում են որպես հարազատներ եւ ոստե մեր մոտ տարաձայնություններ չկան առաջի հերթին եւ այդ ամեն ինչը ինչ որ կատարվում է մեր ներսում, դա մնում է մեր ներսում եւ բոլորը գիտեն երկրի պատիվ, ֆեդերացիայի պատիվ այդ ամեն ինչը բարձր պահելով հասնում ենք մեր երազանքներին։ Դուք ինքներդ էլ ֆուտզալ եք խաղացել ու լավ գիտեք բոլորին։ Շատ սերունդներ են եկել, գնացել, որն է այս սերունդի առավելությունը, ինչով է տարբերվում մյուսներից։ Այս սերունդը մի առավելություն ունի, որ ունեն լավ պայմաններ, ունեն ֆեդերացիայի լավ ղեկավարներ, ովքեր ամեն ինչ անում են այս սերունդի համար, ես ասեմ նախկին սերունդներում կարող է նաև ավելի որակով ֆուտբոլիստներ են եղել,
բայց չունենալով պայմաններ մենք այդ հաջողություններին չենք հասել, ել եմ ասում, այս սերունդի միակ առավելությունը նա է, որ իրանք այն ինչ որ պետք է, չգիտեմ, հավաքականների աշխատանքի համար ընկերական խաղեր, այդ ամեն ինչը իրանք ստանում են։ Մեր հավաքականում նաև նատուրալիզացված ֆուտբոլիստներ են խաղացել, ընդ որում աշխարհի լավագույն խաղացողները։ Նրանցից մեկն էլ տարիներ շարունակ ճանաչվում է աշխարհի լավագույն դարպասապահ։ Ինչ շատ հետաքրքիր է, ինչպես է եղել, որ նրանք ընտրել են հենց մեր հավաքականը։ Որովհետև ես եմ իրանց հետ խոսել, ես եմ իրանց համոզել, ես եմ ներկայացրել մեր ծրագիրը, մեր գաղափարը եւ այդ ամեն ինչը իրանց մոտ համոզիչ է եղել։ Այդ տղաները ես ձեզ ասեմ ոչ միայն տենց ասելու համար եմ ասում, այլ կարող եք նայել, իրանք Բրազիլիայի հավաքանի տեխնացուներ են եղել։ Նույն Լուանը, նույն Զանոտոն, նույն չգիտեմ, Ռոդրիգինյոն, Ժոաուն, եթե հիշում եք, երբ որ ես հրավիրեցի հավաքան, Բրազիլիայում մեծ սկանդալ եղավ, հավաքանի մարզչին նույնիսկ հաղորդումների ժամանակ պախարակում էին, ոնց թողեցի, որ Ժոան գնա Հայաստանի հավաքական։ Լավ թիմ էինք հավաքել, բայց նաև ասեմ, որ այդ ամեն ինչը լավ վերլուծել էին Պորտուգալիայի եւ Իսպանիայի մարզիչները եւ հասկացել էին, որ Հայաստանի հավաքականը դառնում է իրենց համար մի թիմ, որը կարող է անախորժություններ ստեղծել, ինչու՞ չէ նաև հաղթել։ Մեր այն 6-5-ի խաղը, եթե հիշում եք, Երևանում, դրանից հետո իրանք սկսեցին բողոքել, որ ինչի համար է բրազիլիացիներ եւ այլն եւ հաշվարկները ճիշտ էին, արա ասեմ ձեզ, եթե մենք այդ հավաքականով հիմա մասնակցենք Եվրոպայարություն, մենք մրցանակային տեղերի ռեալ հավաքնորդ էինք լինելու։ Կարծում եմ այդ հավաքականը շատ ուժեղ հավաքական էր, բայց ներկայիս հավաքականը ինձ թվում է էլի մրցունակա եւ ամեն ինչ անելու ենք լավ խաղալու համար։ Այսօր Լուանը ցավոք սրտի մեր դարպասապահը, որը աշխարհի լավագույն դարպասապահ է կրկին ճանաչվել, չի կարողանալու խաղալ, շատ կազդի դա հավաքականի խաղի վրա։ Իհարկե Լուանի լինելը ու չլինելը բնականաբար կազդի հավաքականի խաղի վրա, բայց նաև Լուանը ձեզ գաղտնիք բացեմ, առաջի անգամ ձեզ եմ ասում, Լուանը նամակագրել FIFA-ի նախագահին, Ինֆանտինոին, որպեսզի թույլատրեն, որ 50 խաղից խաղացող դարպասապահը, մեր հավաքականում 50 խաղից ավելի խաղացել, թույլատրեն, եթե չէ, նամակում նշել է գոնե թույլատրեն Բրազիլիայի հավաքական, բայց կարծում եմ այդ հարցը քննարկման գտնվի FIFA-ին, որովհետև նման բան մի քիչ տգեղ է, մարդուն զրկել ենք լավագույն աշխարհի դարպասապահին, զրկել ենք այդ մակարդակում ֆուտբալ խաղալուց, կարծում եմ այդ հարցը փորձենք լուծել։ Ես ասում եմ, ես իրոք նաև լինելով UEFA-ի ֆուտբալի կոմիտեի անդամ, դե կոմիտեում էլ եմ այդ հարցը բարձրացրել, չի կարելի մարդու իրավունքների ոտնահարում, եթե չեք թողում Հայաստան, գոնե հատուկ որոշմամբ թող Բրազիլիայի հավաքական, որտեղ իրան Բրազիլիայի հավաքականն է, ինչեւ իմ ուզում։ Եվրոպայի առաջնությունում հայտնվել ենք մի խմբում, որը առաջին հայացքից շատ ուժեղ չի թվում, բայց ինչպես ասում են, Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չեն կարող լինել։ Ուկրաինա, որը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է, Լիտվա տանտիրոջ կարգավիճակով եւ Չեխիա։ Այսուհանդերձ, ինչպիսին են մեր շանսերը։ Մեր շանսերը բավականին բարձր եմ գնահատում, որովհետև տեսնում ենք, որ լավ ենք պատրաստվել ու թիմը ունակ է այդ խնդիրը լուծելու, եթե սպորտային բախտը նաև մեր կողմը լինի, մենք հաստատ այդ հարցը կլուծենք։ Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում մենք նաև ընկերական հանդիպումներ անցկացրեցինք։ Ինչպիսի բացեր տեսակ, որոնք էին գլխավոր բացերը, որոնք ցանկացել եք փակել ու փակել եք։ Բացերը շատ են, մի չեմ կարող ասենց բոլորը, բայց շատ բացեր ունեինք։ Ֆիզպատրաստության հետ կապված բացեր կար դեկտեմբերի հավաքին, Ռուսաստանից մեր ֆուտբոլիստները շատ վատ վիճակում էին եկել։ Տեսակ, որ մենք առաջ խաղա Մոլդովայի հետ 2-1, հետո կամաց բարելավելով եկանք վերջի Վրաստանի խաղը, Վրաստանը իրոք ուժեղագույն հավաքական է, որ նաև խաղալու է Եվրոպայարությանը, Վրաստանի խաղին արդեն այն չէր, որ լրիվ իմ ուզածով էր, բայց ավելի լավ էր, իսկ այս հավաքին փառկաստու արդեն այդ ֆիզիկական պարամետրերը կբարելավենք եւ կունենանք ավելի արտունակ հավաքական։ Դա էր պատճառը, որ մարզչական կազմում նաև որոշակի փոփոխություններ եղան, համալրումներ ավելի ճիշտ։ Ահա, մենք համալրումները Իսպանիայի խաղից հետո ենք որոշում կայացրել ֆիզպատրաստության մարզիչ, որովհետև մեր համար էլ նորություն Եվրոպայի հարցան մասնակցություն Հայաստանում ոչ մի թիմ չի եղել, որ մասնակցել գոնե խորհուրդ հարցնենք, որովհետև երկար դիստանցիայի ժամանակ նաև ել եմ ասում մենք նման փորձ չունենք եւ մեզ պետք է այդ հավաքականի օրինակ իսպանացիք ենք մենք հրավիրել ֆիզպատրաստության մարզիչ, որը այդ աշխատել է այդ նման
մրցաշարի ժամանակ այդ փորձն էլ մենք հետագայի համար կվերցնենք ու այդ երկար դիստանցիայի ժամանակ մեզ պետք է մասնագետ, որը տեղյակ լիներ ու դրա համար այդ մենք մարզչական շտաբը ավելացրեցինք, կարծում եմ լավ մարզչ ենք ընտրել, որը մեզ շատ կօգնի։ Դե ինչ շնորհակալություն եւ ձեզ հաջողություն Եվրոպայի առաջնությունում, հուսանք որ պատմական հաջողությունների շարքը կշարունակվի ու մենք կհասնենք ավելին։ Շնորհակալ եմ, որովհետեւ մենք ներկայացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը ու սա բոլորիդ հավաքականն է, մեզ բոլորիս մեր ազգին հաջողություն մաղթենք, որ Եվրոպայի առաջնության ժամանակ ինչքան հնարավոր է գնանք առաջ։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում է, դուք պատմական իրադարձության մի մասն եք։ Ինչ էր կատարվում ձեր ներսում, ձեր թիմում, երբ հասկացաք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում եք։ Երևի մեջը վերջը չենք հասկացել, որ հասնենք Եվրոպայի առաջնությունը, այդ վաղ լրիվ կհասկանանք, բայց մեկը մենք շատ ուրախ ենք ու հասկանում ենք ինչ ճամփա ենք անցել ու ինչ ուժեր ենք տվել դրա համար։ Դուք ձեր թիմի ավագն եք ու բոլորին շատ լավ գիտեք։ Ինչով է առանձնանում ձեր թիմը։ Կարելի է ասել, որ սա ընտանիք է եւ առասարակ որն է ձեր թիմի գլխավոր ուժեղ կողմը։ Դա ամենաուժեղ կողմն է, ճիշտ եք նշել, որ մեր թիմը իսկական ընտանիք է ու առաջի օրվանից մարզիչները աշխատել են դրա վրա, որ սարքեն իսկական ընտանիք ու ինձ թվում է իրաց մոտ շատ լավ ստացվել։ Եվրոպայի առաջնության խմբային փուլը հեշտ չստացվեց, թեպետ առաջին հայացքից թվում էր, որ բոլոր ուժեղ մրցակիցներին հաղթում էիք։ Ամեն դեպքում ամենաբարդը որ թիմի հետ էր։ Դե պարզ բան է Կազախստանի հետ, որտեվ Կազախստանը աշխարհում ամենալուրջ թիմերից է հիմա էլ, բայց իրանք Եվրոպա չեն խաղում, բայց էլի ամենաուժեղ թիմերից է։ Ես Կազախստանին եմ նշում։ Ինչպիսի զգացողություն է այս մակարդակում ներկայացնել Հայաստանը։ Շատ հպարտ եմ, իմ կողմից ասեմ, երևի սաղ տերտնել իրանց կողմից նույն բաները կասեին, հպարտություն երևի էլի։ Բավականին ուժեղ խմբում ենք, թեպետ առաջին հայացքից թվալու է, թե այդքան էլ ուժեղ թիմեր չեն, բայց Ուկրաինան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Ոնց է կարծում մեր շանսերն ինչպիսին են։ Ուկրաինան էլի աշխարհի ամենաուժեղ թիմերից է, դե Կազախստանի հետ կարելի է համեմատել իրանց։ Չեխիան էլ է լուրջ թիմ, իրանց հետ խաղացել ենք, բայց այդ պահին մեր մոտ բրազիլիացի կային, հիմա մի քիչ ավելի երևի դժվար լինի, բայց ես վստահ եմ, որ մենք Չեխիային ու Լիտվային խաղապես ավելի ուժեղ ենք իրանցից։ Լիտվայի ուժեղ կողմն է, որ իրանց դաշտում ենք խաղում։ Դժվար խաղեր է լինելու ինձ թվում է։ Այսուհանդերձ ամենաբարդը ում է լինելու։ Ուկրաինայի հետ։ Հաջողության հասնելու դեպքում ըստիս հաջողություն կլինի նաև խմբային փուլը հաղթահարելը։ Ինչ է անելու հավաքականը։ Հələ որ չենք որոշել, որտեղ հələ մտածում ենք ոնց անցնենք գրուպայից, մենակ դրա մասին ամտքերը հələ դրա մասին չենք մտածել։ Զրուցակիցս ֆուտզալի Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանն էր։ Վլադիմիր, քեզ հաջողություն եմ մաղթում ձեր թիմին նույնպես, հուսանք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլից հետո ձեզ շնորհավորելու ու կրկին հաջողությունների մասին խոսալու առիթ ունենալու ենք։ Շնորհակալություն։ Եթերում չեմպիոնի հետն էր, սպասեք մեզ։